Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Վարդանյանի ընտանիքը հայտնում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն դեռ չեն ստացել։ Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Ընտանիքը մտավախություն ունի, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցնել։ Նրանք հրապարակել են Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիոձայնագրությունը, որը Վարդանյանին թույլ չեն տվել ավարտել, եւ հույս են հայտնել, որ այն կհասնի հասցեատիրոջը։ И, к сожалению, у меня нет другого возможности донести до вас то, что происходит и со мной, и с моими коллегами-соратниками. Прошу вас о встрече. Вы единственный глава общественного института, к которому я могу в этой ситуации обратиться, потому что все остальные органы Азербайджана осуществляют или кросс-контроль, или записывают. Почему? Ну, почему? Потому что не могу даже знать, кто постоянно И вот мне не дают даже это сделать. Я хочу сказать, что мне, к сожалению, не дают возможности.